Վեմ ռադիոկայանը հրավիրում է ձեզ հոգևոր զրույցի։ Սիրելի ունկնդիրներ, Վեմ ռադիոկայանի եթերում հոգևոր զրույցներ հաղորդաշարի մեկնություն հավելվածն է, որի ընթացքում ներկայացնում ենք Աստվածաշնչի առանձին գրքեր, դրանց առավել կարևոր հատվածների բացատրություններով։ Ձեզ հետ են արժանապատիվ Տեր Մեսրոպ Քահանա Արամյանը եւ Արա Սարգսակ Նալչաջյանը։ Այսօր կխոսենք Սուրբ Պողոս Առաքյալի Կորինթացիներին ուղղված առաջին թղթի առաջին գլխի մասին։ Օրհնյա Տեր հայր։ Աստված օրհնի։ Տեր հայր, սկսում ենք Կորինթացիներին ուղղված առաջին նամակի քննարկումը եւ նախքան բուն նյութին անցնելը, այսինքն առաքելական թղթի տեքստին անցնելը, եթե կարելի է ներածական որոշ դատողություններ այս նամակի մասին։ Նամակը ուղղված է Կորինթացիներին, որը հին Եվրոպայի թերևս ամենահայտնի առևտրական կենտրոնն էր իր ժամանակին, իր ծաղկունքին էր հասել նախքան Քրիստոս վերջին մի քանի դարերում, եւ ահա առաքյալը երբ գրում է այս նամակը, այդ ժամանակ Կորինթոսը դարձյալ իր ծաղկուն վիճակի մեջ էր, սա տնտեսական առումով, իսկ ինչ վերաբերում է բարքերի առումով, ապա ինչ կարելի ասել մի քաղաքի մասին, որի վերաբերյալ ամենահայտնի արտահայտությունը Կորինթոսյան պոռնիկ արտահայտությունն է։ Բարքերն էլ ուրեմն համապատասխանում էին սրան։ Եվ ահա այսպիսի մի վայրում բնակվող քրիստոնյաների է իր նամակը գրում Սուրբ Պողոս Առաքյալը։ Եթե կարելի է որոշ ռեկվիզիտային տեղեկություններ նամակի վերաբերյալ գրության վայրի, ժամանակի եւ այլնի մասին։ Պողոս Առաքյալը բավականին երկար ժամանակ եղել է իր երկրորդ ճանապարհորդության ընթացքում Կորինթոսում, մոտ 1.5 տարին այնտեղ է անցկացրել եւ բավականին արդյունավոր դա ժամանակաշրջան է եղել, որտեղ իսկապես Կորինթոսում արդեն Պողոս Առաքյալի ջանքերով հաստատվել է շատ լուրջ անուն ունեցող եկեղեցի եւ դա երևում է նամակից, որ գրում է Պողոս Առաքյալը, հակառակ այն բոլոր փորձություններին կամ շեղումներին, որոնց ենթարկվում էր քրիստոնեական եկեղեցին, բայց Կորինթոսը նամանավանդ նրանց ուղղված երկու նամակները, որ մեզ են հասել, ցույց է տալիս, որ լուրջ կերպով գտնվում էր առաքելական ուշադրության կենտրոնում։ Եվ այդ 1.5 տարին, որ Պողոս Առաքյալը Կորինթոսում եղած ժամանակ քարոզել է, համարվում են առանձնահատուկ ինտենսիվ քարոզության ամիսներ, այդ 18 ամիսները։ Իհարկե, եւ ընդհանրապես համարվում է, որ 4 թուղթ է գրվել Պողոս Առաքյալի կողմից ուղղված կորինթացիներին եւ նրանցից ընդամենը 2-ն է մեզ հասել։ Թուղթը գրվել է Եփեսոսից եւ թղթում Պողոս Առաքյալը իհարկե եւ ուսուցանում է եւ հայտնում է այն մտահոգությունները, այդ բոլոր բարատավոր երևույթների, որ սկսել էին թափանցել եկեղեցական շրջանակներ եւ Սուրբ գրքի կարեւորագույն գլուխներից է, կարեւորագույն թղթերից է եւ շատ կարեւոր աստվածաբանական մտքեր, ել չեմ ասում թեվավոր արտահայտություններ կապված են հենց այս թղթի հետ։ Թղթի վավերականության մասին աստվածաշնչագետները ընդհանրապես միակարծիք են, որ դա իսկապես Պողոս Առաքյալի կողմից գրված հեղինակը հենց ինքն է եւ այստեղ կասկած չկա, սակայն որոշ հատվածների վերաբերյալ, առանցին խոսքերի վերաբերյալ կասկածներ հայտնվել են, որ դրանք հետագայի ընդմիջարկություններ են եւ դրանք հիմնավորվում են նրանով, որ կան ձեռագրախմբեր, որտեղ այդ հատվածները չկան կամ պարզապես ձեռագրի վերջում են ավելացված, այնուհետև այդ մի քանի խոսքերը հայտնվում են համապատասխան տեղերում։ Երբ մենք անդրադառնանք մեկնությանը, հատուկ անդրադառնանք այդ կետերին, թե որ խոսքերն են, որ կասկած են հարուցում բնագրագետների մոտ, որ դրանք հետագայի ընդմիջարկություններ են։ Բայց ընդհանուր առմամբ թուղթը նոր կտակարանի հզորագույն գլուխներից կամ առանցին, այսպես ասած, գրքերից մեկն է, որը կարիք ունի լրջորեն ուսումնասիրության։ Ասացիք Տեր հայր, որ Պողոս Առաքյալը Կորինթոսում եղել է իր երկրորդ առաքելական ճանապարհորդության ժամանակ եւ ուսումնասիրողներն ասում են, որ այս նամակն էլ նա գրել է իր երրորդ ուղևորության ժամանակ, ինչպես արդեն ասացիք, Եփեսոսից, երրորդ ուղևորությունը 54-ից 58 թվականներին էր մեր թվարկության, եւ փաստորեն այդ նամակը ուղղված է եղել այն եկեղեցուն, որը արդեն իսկ նա հիմնադրել է այնտեղ եղած ժամանակ, իր իսկ հիմնած եկեղեցուն։ Եվ ինչպես արդեն գիտենք Պողոս Առաքյալի նախասիրություններից, նա եկեղեցիներ էր հիմնադրում այնտեղ, որտեղ ընդհանրապես Աստծո խոսքը
քարոզված չէր կամ գրեթե քարոզված չէր, որպեսզի զրոյից ինքը հիմքը դրած լինի, այն հիմքը, որը նա ուղարկվել էր դնելու հենց Քրիստոսի կողմից, Քրիստոսի անձնական այդ հայտնությամբ հայտնի։ Եվ ուրեմն անդրադառնանք բուն տեքստին, աստվածաշնչյան, որը սկսվում է ողջույնի խոսքով։ Առհասարակ ողջույնը բնորոշ է Պողոս առաքյալի նամակներին եւ մանավանդ այն արտահայտությունը, որ այստեղ եւս կա, կամ այս արտահայտության վարիացիաներից մեկը, որ ասում է. «Շնորհ ձեզ եւ խաղաղություն մեր Հայր Աստծուց եւ Տեր Հիսուս Քրիստոսից»։ Շնորհ, խաղաղություն եւ այլն այսպիսի մաղթանքները շատ բնորոշ են Պողոս առաքյալի նամակներին եւ կարծեմ սա եւս հանդիսանում է այն լակմուսներից մեկը, որով մասնագետները հասկանում են, որ իսկապես Պողոս առաքյալի ձեռքի գործն է։ Եվ ինչու ուրեմն բավական ընդարձակ ողջույններ նամակների սկզբում, երբեմն վերջում։ Դրանք պարզապես ողջույններ չեն, դրանք աստվածաբանական շատ լուրջ հատվածներ են, ներածություններ են, որտեղ խոսվում է եկեղեցու էության մասին, օրինակ ողջունում է բոլոր նրանց, ովքեր որ Կորինթոսում են, այսինքն եկեղեցու անդամներին, նրանց անվանելով սուրբ լինելու կոչվածներիդ, սրբության կոչվածներիդ։ Միայն այս արտահայտությունը արդեն մի ամբողջ մեկնաբանության կարիք ունի։ Սուրբերի է դիմում, ովքեր կոչված են սրբության, կամ մեկ այլ նամակում պարզապես սուրբերի է ասում։ Իդեպ ինչու այդպիսի տարբերություն։ Հիմա սուրբերի թե սուրբ լինելու կոչվածների։ Որտեղ ըստ էության, եթե սրբությունը քո նպատակն է, դու սրբության ես կոչված, եւ եթե դու սրբության ես կոչված եւ այդ ուղղությամբ արդեն ճիքեր ես գործադրում, ինչ որ առումով դու արդեն սուրբ ես։ Այսինքն դու սրբության process-ի մեջ ես, որտեղ կատարյալ սուրբ միայն Աստված կարող է լինել։ Եթե դու սրբության պտուղներ ես տալիս, աշխատում ես դրա վրա, դու արդեն ինչ որ առումով սուրբ ես։ Եվ եկեղեցին ընդհանրապես կոչվում է սուրբերի նաև հաղորդություն, հա, այսինքն ինքը հաղորդակցությունն է, միությունն է հաղորդական բոլոր այն մարդկանց, ովքեր կոչված են սրբությամբ եւ ովքեր ընդունում են սրբությունը իրենց մեջ, որտեղ այդ սրբությունը իրենց անձնական սեփականությունը չի, այլ Աստծուց է Քրիստոսի հետ հաղորդությամբ, սուրբ հաղորդություն ընդունելով, եւ այ հենց այս միությունն էլ կոչվում է եկեղեցի։ Եվ ոչ միայն երկրաբնակ սուրբերի, այլև երկնաբնակ։ Այո, սա հաղորդակցություն է եւ երկրավորների, այսինքն մարտնչող եկեղեցու եւ երկնավոր եկեղեցու միջեւ։ Եվ մենք տեսնենք, որ այս մի արտահայտությունը ինչքան խորը իմաստ ունի եւ արդեն հետագա բացատրությունը, որոնք ամեն տեղ պաշտում են մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը, որը նրանց Տերն է, նորից որ իսկապես մեր կյանքի Տերը Աստվածն է։ Բավական չէ այդ Տեր բառը գործածել, ասել Տեր Աստված, բայց ինչ ենք մենք դրա տակ հասկանում։ Մենք իսկապես նրա տիրապետության տակ ենք, թե ոչ, այդ Տեր բառը ինչ իմաստով ենք մենք գործածում։ Այսինքն իսկապես կառավարվում ենք կամ ձգտում ենք կառավարվել նրա կողմից, թե ոչ։ Իսկապես մենք հանձնվել ենք նրան որպես Տեր։ Սա է սրա իմաստը։ Լիակատար կերպով։ Եթե չենք հանձնվել, կամ ինչ որ մեկի դեմ կռվում ես, մարտնչում ես, կամ մեկի հետ խաղաղություն ունես, բայց դեռ դիրքավորված ես, կամ մեկին համակրում ես, բայց նրա հետ չես, կամ էլ լիակատար կերպով հանձնված ես նրան, անվերապահ կերպով, այսինքն մենք հանձնվել ենք Աստծուն, Աստծո սիրո մեջ ենք, հանձնվել ենք նրա սիրո խնամքին, թե ոչ։ Սա է կատարյալ իմաստով Տեր բառը օգտագործելը, եւ այնուհետեւ նա ասում է, որ նրանք, ովքեր որ միաբանված են այդպես, այսինքն իսկապես ընդունում են Հիսուս Քրիստոսին որպես Տեր եւ կոչված են սրբության կյանքի, թող նրանց մեջ լինի Աստծո շնորհ եւ խաղաղությունը, որտեղ այլ միջավայրում դա լինել չի կարող, դա կկորի, կստանաս այդ շնորհը անմիջապես կկորցնես, եթե դու սրբության համար ճիք չես գործադրում, դու չես կարող դա պահել։ Ահա տեսնեք, այսինքն մի փոքր ողջույն է, այդ ներածական ողջույնը ինչքան խորը աստվածաբանական իմաստ ունի, դա մի ամբողջ հոգեվոր ուսուցում է։ Եվ աստվածաբանական լիցք ունեցող այս ողջույնից հետո առաքյալը գոհության խոսքեր է գրում ուղված Աստծուն, այսինքն առաջին խոսքը իր հոգևոր եղբայրներին էր ուղված եւ երկրորդ խոսքը իր արարչին է ուղված եւ երկրորդը գոհության խոսքեր են եւ սա դարձյալ բնորոշ է Պողոս առաքյալի նամակներին եւ հա այստեղ այդ գոհության խոսքերը առկա են։ Սա ինչ որ ստանդարտ է ողջույն գոհություն, թե պետք է ավելի խորը իմաստ փնտրել սրա մեջ, ինչպես ողջույնի խոսքերի մեջ դուք ցույց տվեցիք։ Նախ գոհությունը քրիստոնեական կյանքի առանձնահատուկ պահերից մեկն է։
Տեսեք, մենք նույնիսկ հաղորդության խորհուրդը գոհության խորհուրդ ենք անվանում։ Եվ դժգոհ մարդը ոչ մի կապ չունի քրիստոնեության հետ։ Գոհ ինչից, դժգոհ ինչից։ Նախ եւ առաջ պետք չի շատ մանրանալ այս հարցում, որտեղ այստեղ հենց Աստծուց գոհանալու մասին է գնում խոսքը եւ իհարկե նաեւ նրա տված կյանքից, կյանքի ամբողջությունից։ Անկախ նրանից դու նեղությունների մեջ ես, թե լիհության մեջ ես, դու միշտ պարտավոր ես գոհ լինել Աստծուց։ Պաստորեն ոչ միայն ինչից, այլև ումից հարցը կա այստեղ։ Այո։ Բայց այստեղ Պողոս առաքյալը իր գոհունակությունն է հայտնում, ուրախ լինելով այն պտուղների եւ շնորհների համար, որ արկա են Կորինթոսում։ Կոնկրետ բանի համար էր այդ գոհությունը, այսինքն։ Տեսեք, շատ հաճախ այս հարցը կա, որտեղ պետք է զգուշ լինել։ Պողոս առաքյալը չի հպարտանում կորինթացիներով։ Շատ հաճախ այս հարցն են բարձրացնում, երբ ասում ես, որ այս ազգային հպարտության մեջ կարող է կեղծիք լինել, կամ նույնիսկ անգամ ծնողի հպարտության մեջ կարող է կեղծիք լինել, որտեղ մենք չափազանցնում ենք իրականությունը։ Չափազանցնում ենք եւ շատ հաճախ այդ չափազանցնելով մենք սկսում ենք մեզ ուրիշներից գերադասել կամ համարել, որ մենք ամենալավն ենք, ուշադրություն չդարձնելով մեր թերությունների վրա եւ այլն եւ այլն։ Կամ ասենք ծնողը ինչպես է հպարտանում իր երեխայով, որ երեխան մեկ ուրիշից ավելի ուժեղ է։ Օրինակ ինձ չի հանդիպել, որ մեկը հպարտանա նրանով, որ իր երեխան խոնարհ է, կամ որ իր երեխան ծառայասիրության հոգի ունի, կամ որ իր երեխան փրկվելու համար ճիք է գործադրում։ Եվ այս էլ ցույց է տալիս, որ մենք որոշակի կեղծիք ենք դնում այդ բանի մեջ, թեպետ ասում ենք, որ սա այն հպարտությունը չի, 7 մահացու մեղքերից մեկը չի, այլ բարի սպիտակ մի բան է, բայց որքան էլ որ ինքը սպիտակ մի բան լինի, մեզ ուրիշ տեղ է տանում։ Մենք ոչ թե պետք է հպարտանանք ինչ որ մի բանով, մենք Պողոս առաքյալի պես, եթե դա ճշմարտություն է, պիտի գոհանանք ու փառք տանք Աստծուն։ Եվ երկրավոր փառքեր բան չգանք, այլ ամեն ինչի համար, ամեն մի բարի, գեղեցիկ եւ վեհ բանի համար փառք տանք Աստծուն։ Երբ որ մենք փառք տանք Աստծուն, երբ որ մենք գոհանանք Աստծուց, այդ բոլոր սխալ էներգետիկաները, որ կան սև ու սպիտակ հպարտությունների մեջ, դրանք բոլորը դուրս կգան խաղից, կմաշվեն, կանհետանան։ Իսկ ինչու Տեր առաքյալը այս մասին գրավոր կերպով ուղարկում է այն մարդկանց, ում ուղված է խոսքը, չէ՞ որ նա կարող էր առանձին մեկուսի պարզապես Աստծո առաջ գոհանալ նրանից, շնորհակալություն հայտնել Աստծուն, որ իր հոգեզավակները ահա այդպիսի ընթացքի մեջ են։ Ինչու նրանց ականջու, այսպես ասած, այս խոսքերը ասում է։ Նախ քաջալերելու համար։ Իրապես քաջալերելու, որտեվ հետո նաև պիտի շատ ծանր քննադատության նրանց ենթարկեր։ Այսինքն սա լավ առումով ոչ թե ուզում եմ ասել զուտ քաղաքական քայլ է, չէ, իսկապես Պողոս առաքյալը ուրախանում եւ գոհանում էր նրանց մեջ եղած շնորհների պատճառով, բայց քանի որ բավականին ծանր խոսակցություն ուներ նրանց հետ, միանգամից ծանր բաներին չէր անցնում, այլ փորձում էր նրանց հոգեպես բարձրացնել, քաջալերել, խրախուսել, այսինքն դրականի վրա հենվել, որ մարդը հասկանա, որ ինքը ունի դրական պահեր իր մոտ, որ ինքը աշխատում է, ինչ որ հոգևոր պտուղներ է տալիս, բայց բացասական բաներից ինքը պետք է հրաժարվի, բայց ինչի վրա հենվելով, դրականի վրա հենվելով, որովհետև գիտեք, եթե մենք մարդուն վերցնում եւ քննադատում ենք ինչ որ մի բանի համար, չտեսնելով նրա մեջ դրականը, պայծառը, մենք դրանով կարող է մարդուն ոչնչացնենք։ Ընդհակառակը, երբ որ մենք շեշտում ենք, թե ինչ լավ բաներ ունի մարդը իր մեջ, առանց այսպես ավելորդ գովաբանությունների մեջ մտնելու, հետո դրա վրա կառուցում ենք քննադատությունը, մարդը տեսնում է, որ կա իրատեսական գնահատական եւ ինքը ունի ելքի ճանապարհ։ Ուրեմն սա ճիշտ ճանապարհ է, որ Պողոս առաքյալը ընտրել կորինթացիների հետ խոսելու։ Նախ գովերքում է այն շնորհները, որտեղ իսկապես բացառիկ շնորհներ էին տրվել կորինթացիներին, աննախադեպ ծաղկում է ունեցել Կորինթոսի եկեղեցին, եւ նրա դերն ու ազդեցությունը շատ մեծ է եղել, ինչպես նկարագրեցինք, ինքը ուներ 2 նավահանգիստներ, նա մի տնտեսա-առևտրական, մշակութային, քաղաքական հանգույց էր, այդտեղ գալիս եւ այդտեղից գնում էին ամենատարբեր հոսանքներ, այսինքն եթե այդտեղ եկեղեցին ամուր լիներ եւ նրա շնորհները շատ ակնառու լինեին, ապա դա կարող էր շատ մեծ ազդեցություն ունենալ ընդհանրապես այլ համայնքների վրա եւ այդպես էլ եղել է։ Հիշենք, որ նրա աշխարհագրական դիրքը հարավային Հունաստանը մնացյալ Հունաստանից բաժանող մի վայրում էր գտնվում,
Պելեպոնես դերակղզու այդ վզիկի վրա եւ Աթենքը արևելքում բաժանում էր արևմտյան մասից, թե Հունաստանի եւ թե մնացյալ աշխարհի, եւ այս առումով իսկապես ճանապարհների, թե նաեւ ծովային ճանապարհների խաչմերուկում էր գտնվում եւ թերևս հենց այդ էր պատճառը, որ նա առևտրային տնտեսական այդպիսի մեծ զարգացման էր հասել եւ մեծ զարգացման հետ նաեւ բուռն կերպով զարգացող քաղաքներին բնորոշ բարքային վատ հատկանիշներով հանդերձ։ Ասացիք, որ առաքյալը նախ բարձրաձայնում է այն դրական կողմերը, որ կային Կորինթոսի եկեղեցում, քանի որ պետք է քիչ անց խիստ քննադատության ենթարկեր։ Եվ տեսնենք, թե ինչպիսի քննադատության մասին է խոսքը, ինչպես է քննադատում առաքյալը իր հոգևոր զավակներին։ Աղաչում եմ ձեզ, եղբայրներ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ էլ նույն խոսքը ունենաք եւ ձեր մեջ բաժանումներ չլինեն, քանզի հաստատ էիք նույն մտքի եւ նույն մտածման մեջ։ Եղբայրներ, ձեր մասին Քղվեի տնեցիներից ինձ տեղեկացվեց, թե հակառակություններ կան ձեր մեջ։ Եվ արդ ասում եմ, ձեզնից յուրաքանչյուրն ասում է ես Պողոսյան եմ, եւ մյուսը թե ես Ապողոսյան, եւ մյուսը թե ես Կեփասյան, եւ մյուսը թե ես Քրիստոսյան, իսկ արդ միթե բաժանված է Քրիստոս։ Միթե Պողոսը խաչվեց ձեզ համար, կամ Պողոսի անունով մկրտվեցիք։ Գոհություն եմ հայտնում իմ Աստծուն, որ ձեզնից ոչ ոքի չմկրտեցի, այլ միայն Կրիսպոսին եւ Գայոսին, որպեսզի ոչ ոք չասի, թե իմ անունով եք մկրտվել։ Ստեփանոսի ընտանիքն էլ մկրտեցի։ Չգիտեմ ամենևին ուրիշ մեկին, որ մկրտած լինեմ։ Փաստորեն հակառակությունները առհասարակ քրիստոնեության բոլոր դարերի պատմությանն էլ բնորոշ են եկեղեցու ներսում եղած հակառակությունները։ Հիշենք այն մեծ հակառակությունները, որ կային արևմուտք, արևելք, տարբեր եկեղեցիների միջև, հիշենք հայ եկեղեցու դեմ, որքան ոտնձգություններ եղել քրիստոնեական այլ եկեղեցիների կողմից եւ այսօր էլ թերևս որոշ չափով շարունակվում են եւ փաստորեն այստեղ մեկ քաղաքի մեջ տեսնում ենք այսպիսի բաժանումներ եւ միմյանց հանդեպ հակառակություններ, ինչով էր դա պայմանավորված։ Նախ Պողոս առաքյալը այստեղ խոսում է դեռևս տեսական բաժանումների մասին, որտեղ կային նաև, այսպես ասած, գործնական արատներ, որոնց մասին ինքը խոսել է վարքագծային, բայց այստեղ զուտ տեսական ինչ որ մի բան է, երբ մարդիկ փորձում են այս կամ այն քարոզչության նկատմամբ ցույց տալ իրենց հավատարմությունը եւ որպես կանոն ընկնում են մարդապաշտության մեջ։ Միշտ այդ վտանգը կա եւ դա հենց աղանդավորության հիմքն է, երբ մարդը ընկնում է մարդապաշտության կամ մարդահաճույության մեջ, մոռանում է, որ այս ամբողջ քարոզչությունը աստվածպաշտության վերաբերյալ է։ Եվ Պողոս առաքյալն ասում է, ով էլ որ քարոզած լինի ձեզ, նույն Քրիստոսին է քարոզել, ոչ թե տարբեր Քրիստոսների, եւ ոչ էլ Քրիստոս բաժանված է, եւ ոչ էլ ասում է, որ դուք մեզանից որևէ մեկի անունով մկրտվեցիք, այսինքն դուք քրիստոնյա եք եւ ոչ թե Պողոսյան կամ Ապողոսյան, դուք Քրիստոսյան եք, այսինքն Քրիստոսի հետևորդներ եք, մենք ընդհանրապես կատարել ենք մեր գործը եւ սխալ է այդ սկզբունքով իրարից բաժանվելը, որ գիտես, այ ես Պողոս առաքյալի քարոզչությամբ եմ դարձի եկել եւ նրա ուսմունքի հետևորդն եմ, այ դու Ապողոսին լսեցիր եւ նրա հետևորդն ես, ընդհանրապես այդտեղ տարբերություն կա։ Իրականության մեջ առաքելական քարոզության մեջ տարբերություն չի եղել։ Եղել են տարբեր շեշտադրումներ, դե բնականաբար նաև պատկերացրեք այդ մարդկանց վիճակը, որոնք հանդիպել են հենց առաքյալների, այսինքն այդպիսի տիտանների։ Զուտ այստեղ մարդկային պահել կա։ Ուզում են ասել, ես հավատարիմ եմ Պողոս առաքյալին, նույնիսկ ասենք այդ մարդու ամբողջ կյանքի մեջ կմնա, հա, այդ դրվագը, որ ինքը ինչպես է դարձի եկել Պողոսի քարոզչությամբ, նույնիսկ ակամա այդտեղ մի պահ կա հոգեբանական, եւ Պողոս առաքյալը ուղղակի ասում է, որ մի ընկեք այդ ծուղակի մեջ, դա սխալ ծուղակ է։ Եվ այստեղ ակամա դրսևորվում է առաքյալների վեհությունը, անուղղակի կերպով այդ մարդիկ վկայում են այդպիսի շեղումների մեջ ընկնելով։ Վտանգներ կար, որ նրանց անգամ կարող էին աստվածացնել, խոսվում է դրա մասին, չէ՞, եւ գործքում եւ այլ տեղերում, որտեղ նրանք գործում էին մեծ հրաշքներ, բժշկություններ էին կատարում, ընդհանրապես, այսինքն աներևակայելի բան էր այդպիսի մարդկանց հետ հանդիպելը։ Եվ շատ դյուրությամբ մարդիկ կարող էին ընկնել մարդապաշտության եւ կռապաշտության մեջ եւ հավանաբար շատերն էլ ընկնում էին, բայց Պողոս առաքյալը այստեղ ցույց է տալիս, որ իրենք ինչքան լուրջ կերպով են դրա դեմ պայքարել, որ դա մարդապաշտության չվերածվի։ Այսօր տեսեք, ամբողջ աղանդավորական գործունեությունը մարդապաշտություն է, մարդահաճույություն է։ Եվ առաքյալը ասում է, որ ես ոչ մի պաշտամունքի արժանի չեմ, այլ միակ պաշտամունքի արժանին հենց
ինքը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, եւ մենք բոլորս ծառայում ենք նրան, եւ այդ նպատակին է ուղղված մեր քարոզչությունը։ Ուրեմն սա է, եւ նորից եմ ասում, այստեղ կա եւ բնական հոգեբանական պահ, եւ նաեւ չարը կարող է սրա հետ խաղալ։ Այ դու այսպեսին ես պարակտելու եւ բաժանելու Քրիստոսի եկեղեցին, որտեղ նաեւ ամեն մեկը քարոզում էր յուրովի շեշտեր դնելով, այդ քարոզչության մեջ։ Դու կարող ես կարճել այդ շեշտերից եւ ասել, չէ, ես այս ինչի անեմ։ Իսկ նա այս ինչի անը, որտեղ նա այս բանը այսպես ասեց, բայց խորքի մեջ դու կարող ես համեմատել եւ տեսնել, որ դրա մեջ տարբերություն չկար, որովհետեւ իրենք նույն բանի մասին էին խոսում։ Երբ որ այդ կարևոր այդ փրկության գաղափարը թողնում ես, ընկնում ես դրա մատուցման դետալների հետևից, դու այդտեղ կարող ես շեղվել։ Եվ այսպես կոչված կրոնական թայֆայականության մեջ կարող ես դու հայտնվել, այլ ոչ դադար ես եկեղեցու անդամ լինել։ Պաստորեն դա ոչ միայն քաղաքականության բնորոշ մի ատրիբուտ է, այդպիսի վտանգավոր շեղումը, որ այսօր էլ կարծեմ թե մեզանում նկատվում է, այլ նաև եկեղեցական կյանքի մեջ կարող է այդպիսի շեղում լինել։ Եվ ասացիք Տեր հայր, որ մարդկային անունների ետևից, որպեսզի շատ չգնան մարդիկ, պետք է իմանան, որ իրենք քրիստոսյան են, Քրիստոսինն են։ Եվ ահա այստեղ 3 մարդկային անուններ են հիշատակում՝ Պողոս, Ապողոս, Կեփաս։ Այն մարդիկ, այսինքն ովքեր քարոզել էին այդտեղ եւ ում քարոզությամբ դարձի էին եկել եւ Կորինթացիների այս կամ այն խմբերը։ Եվ սակայն մեկ անուն եւս հիշվում է Քրիստոսյան, եւ առաքյալը նույն հարթության մեջ է դնում այս անունը եւս եւ մերժում ինչպես Պողոսյանը, Ապողոսյանը, Կեփասյանը, այնպես էլ Քրիստոսյանը, եթե ուշադիր լինենք, այստեղ բացասական երանգով է առաքյալը խոսում նաև Քրիստոսյան անվան մասին։ Միգուցե սա էլ վերաբերում է այն շեղմանը, որ մարդիկ կարող են իրենց Քրիստոսյան համարել, այսինքն միակ ճիշտ ուսմունքի հետևորդները հենց Քրիստոսի ուսմունքի, սակայն իրականում դարձյալ մեկ առանձին բաժանված խումբ կազմել, այլ ոչ թե եկեղեցու ճշմարիտ անդամ լինել։ Առաքելական քարոզչությունը ասել, որ ես կարիք չունեմ որևէ մեկից լսելու, ինչպես այսօրվա նորալուկ աղանդավորները, որ ասում են մեզ համար կարևոր չէ 2000 տարվա անցած ճանապարհը, եկեղեցու հայրերի քարոզությունը, մենք հենց հիմա ուղղակի հաղորդակցություն ունենք Աստծո հետ եւ նրանից ամեն տեսակ բան ստանում ենք։ Սա նույնպես կարող է այդպիսի ակնարկի երանգ ունենալ այս խոսքը։ Եվ առաքյալները իսկապես փախչում էին մարդկային փառքից, հիշենք այն դրվագը գործկառաքելոցից, որ երբ ուզեցին զոհեր մատուցել առաքյալներին, տեսնելով նրանց այդ գերմարդկային իրադրության մեջ, բայց առաքյալները պոկվեցին նրանց ձեռքից եւ փախան, ասելով, որ աղաչում ենք ձեզ, մարդիկ, եղբայրներ, այդպիսի բան մի արեք, այսինքն որպեսզի հանկարծ չլինի, թե Աստծո փառքը մարդու վերագրվի, թեկուզ եւ իրենք լինեն այդ մարդը։ Շատ ուսանելի կարծեմ թե մի օրինակ յուրաքանչյուր առաջնորդ հանդիսացող մարդու համար, այդ թվում հոգևոր առաջնորդ։ Եվ այնուհետև առաքյալը շարունակում է խոսել իր առաքելության մասին, թե ինչի է կոչված ինքը, որ է Սուրբ Ավետարանի քարոզությունը։ Ընթերցենք հետևյալ հատվածը շարունակությամբ հանդերձ։ Քանզի Քրիստոս ինձ չուղարկեց մկրտելու, այլ ավետարանելու, ոչ թե խոսքերի ճարտարությամբ, որպեսզի Քրիստոսի խաչը ընդունային չլինի, որովհետև կորստյան մատնվածների համար խաչի քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ փրկվածներիս համար Աստծո զորություն։ Քանի որ գրված է. «Պիտի կործանեմ իմաստունների իմաստությունը եւ հանճարեղների մտածումները պիտի արհամարեմ»։ Ուր է իմաստությունը, ուր բանգետը, ուր այս աշխարհի քննողը։ Չէ՞ որ Աստված հիմարացրեց այս աշխարհի իմաստությունը, քանզի աշխարհն իր իմաստությամբ չճանաչեց Աստծուն նրա իմաստությամբ։ Աստված էլ հաճեց փրկել հավատացյալներին այդ քարոզության հիմարությամբ։ Փաստորեն իր ավետարանական առաքելության շեշտադրումից մի հետաքրքիր անցում է կատարում առաքյալը խաչի քարոզությանը, որը առանցքային ամբողջ քրիստոնեական վարդապետության մեջ։ Խնդրեմ փոքր ինչ ավելի հանգամանալից կերպով այս վարդապետության եւ մանավանդ սրա առիթով առաքյալի ասած այս խոսքերի մասին։ Խաչի քարոզություն կամ ասում է, որ մենք քարոզում ենք խաչյալ Քրիստոսին, որը հրեաների համար գայթակղություն է համարվում, իսկ հեթանոսների համար հիմարություն։ Եվ սա անկյունակարային դրույթ է քրիստոնեական քարոզչության մեջ, խաչի քարոզությունը։ Եվ որովհետև առաքյալները հենց այն մարդիկ էին, ովքեր իսկապես վերցրեցին իրենց խաչը ու հետևեցին Քրիստոսին, այսինքն տարածիորեն իրագործեցին դա եւ այնուհետև նրանք ուղղակի հենց այդ
սուրբ նահատակության պսակին արժանացան շատերը։ Պետրոսին երբ խաչում էին, նա ասաց, որ ես արժանի չեմ իմ տիրոջ պես խաչվելու, ինձ գլխի վայր խաչեք, կամ Պողոսը գլխատվեց։ Այսինքն առաքյալները նույնպես ենթարկվեցին, ինչպես Քրիստոս չարչարանքների, անարգանքների եւ այնուհետեւ գրեթե ճնշող մեծամասնությամբ նաև ընդունեցին նահատակության պսակ, այսինքն իրենք դարձան կատարելապես քրիստոսանման։ Եվ մի այլ տեղում նաև Պողոս առաքյալը տալիս է դրա բացատրությունը, ասում է, որ ինձ մի ձանձրացեք այլևս, որտեղ ես, ասում է, Քրիստոսի չարչարանքները իմ մեջ եմ կրում։ Տալիս է շատ ավելի խորը էգզիստենցիալ բացատրություն, թե ինչ է նշանակում խաչակից լինել Քրիստոսին։ Ինչ որ իմաստով քրիստոնեությունը դա խաչի ճանապարհ է։ Այդ խաչը ոչ թե դրսից ես վերցնում դնում ուսերիդ, այլ ներսից ես վերցնում։ Դա դրսից մի բան չի, որ պիտի վերցնես, ներսից հոգեպես այդ խաչը պետք է վերցնես։ Այսինքն անընդհատ Քրիստոսին խաչակից լինես եւ անընդհատ պատրաստ լինես մեռնելու այս աշխարհի համար։ Եվ այս բացատրությունը Պողոս առաքյալը տալիս է իր թղթերում, ասում է, որով աշխարհը խաչված է ինձ համար եւ ես աշխարհի։ Սա է Քրիստոսի խաչին խաչակից լինելը կամ խաչի քարոզչությունը, որովհետեւ եթե դու սա չունենաս, դու չես կարող խաչի քարոզիչ լինել։ Դու պիտի խաչ լինես, որպեսզի խաչի քարոզիչ դառնաս։ Այդ խաչը քո ներսում պիտի դու իսկապես կարողանաս կրես։ Պաստորեն դա կարելի ասել, որ ներքին դիրքորոշում է մարդու կողմից, որ մարդն ինքը խաչված է, ինքը իրեն համարում աշխարհի համար եւ աշխարհն էլ իր համար։ Այդ որ ասում եք ներքին խաչ, անշուշտ դա ներքին հոգևոր դիրքորոշում է, բայց դա խարսխված է կարևորագույն դավանական իրողության վրա, որ խաչի վրա տեղի ունեցավ գլխավոր ճակատամարտը եւ խաչի վրա լուծարվեց վերջնականապես սատանայի ամբողջ զորությունը, նրա բոլոր մեքենայությունները քանդվեցին խաչի վրա, որտեղ խաչի վրա մատուցվեց պատարագը մեր փրկության համար։ Եվ այդ պատարագի զոհը հենց ինքը Քրիստոսն էր, Աստված, մարդացյալ Աստված բարձացավ խաչ եւ ինքն իրեն մատուցում է զոհ համայն մարդկության փրկagorցության վրա, վերջ դնելով բոլոր տեսակի արյունոտ զոհերին, մատուցելով մեկ միակ վերջնական եւ տիեզերական զոհը մեր փրկagorցության համար։ Եվ մենք մեր ճիքերով չի, որ փրկվում ենք, որտեվ մեր ճիքերով մենք չենք կարող այդ գինը վճարել։ Կարող է մարդը իր մարդկային ճիքերով իրեն մահվան պատժից ազատել, մահվանից ու ապականությունից ազատել։ Ոչ, դա հնարավոր չէ, դա մարդկային ճիքերով լուծվող հարց չէ։ Եվ դրա համար այդպիսի մեծ գին է վճարվում եւ Աստված այդպիսի աներևակայելի սեր է մարդու նկատմամբ ցույց տալիս։ Բայց որպեսի դա մեզ համար տեղի ունենա, այսինքն խաչի այդ զորությունը կատարվի մեր մեջ, այդ խաչի փրկagorցությունը կատարվի մեր մեջ, պարզվում է, որ մենք այդ խաչը մեր մեջ պետք է ունենանք, խաչակից պետք է լինենք, այսինքն մենք պետք է անցնենք այն ճանապարհով, որը ցուցադրեց Քրիստոս մեզ համար, որ իսկապես աշխարհը պիտի դառնա խաչված մեզ համար եւ մենք աշխարհի։ Այսինքն եւ այստեղ աշխարհը ասելով ոչ թե Աստծո բարի արարչագործությունը նկատի ունի, այլ այն մեղքերի ամբողջությունը, որով սատանան խաբում է մեզ։ Այսինքն այն պատրանքները, այն գայթակղությունները, այն կարծեցյալ բարիքները, որոնցով որ մեզ խաբում է եւ կտրում է Աստծո գիտակցությունից։ Մեզ այսինքն այս աշխարհում ապրողներին։ Այսինքն աշխարհը այստեղ ընդհանրապես աստվածաբանական լեզվամտածողության մեջ հավաքական հասկացողություն է եւ բնութագրում է մեղքերի ամբողջությունը։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ այստեղ խաչի հասկացողությունը, խաչի քարոզությունը, դա ֆունդամենտալ հասկացողություն է։ Դա անհասկանալի բան է հրեաների համար եւ անհասկանալի բան է հույների համար, որտեղ նրանց ամբողջ իմաստության մեջ սիրո այդ փիլիսոփայությունը չի տեղավորվում, այդ զոհաբերությունը աստվածային չի տեղավորվում, իսկ հրեական Աստծո եզակիության ինքնափակ այդ հասկացության մեջ անհասկանալի բան է, թե ոնց կարող է Աստված գալ եւ այդպիսի գին վճարել իրենց համար։
Աստված չի կարող մարդկանց մեջ լինել, Աստված իր տեղում պիտի լինի, մենք էլ մեր տեղում պիտի լինենք, երբեմն Աստված ինչ որ մարգարեների բանի պիտի ուղարկի եւ մեզ ինչ որ լավ բաների մասին ուսուցանե, բայց թող Աստված մնա իր տեղում, ինչ գործ ունի Աստված գա հայտնվի մեր մարդկային իրականության մեջ, հենա լավ էլ կազմակերպել ենք մեր մարդկային իրականությունը Թալմուդով, բանով եւ այլն, եւ նույն խոսակցությունն է, որ Դոստոևսկու այդ Կարամազով եղբայրների այդ հավատաքնչի այդ հատվածը հենց նույն բանն է, որ մենք կարիք չունենք Աստծո, մենք առանց Աստծո մեր կյանքը լավ դասավորենք, ինչ կարիք կա Աստծո։ Սա է խնդիրը, այսինքն սա մարդկային այս աշխարհի իմաստության մեջ չտեղավորվող մի բան է, անհասկանալի մի բան է։ Դեր ասացիք, որ թեւավոր արտահայտությունների կհանդիպենք այս հատվածի մեջ, եւ ահա դրանցից մեկը արդեն իսկ ընթերցվեց, արկա էր այդ ընթերցված հատվածում, Կորստյան մատնվածների համար խաչի քարոզությունը հիմարությունը, իսկ մեզ փրկվածներից համար Աստծո զորություն։ Եվ նման թեւավոր արտահայտությունների դարձյալ անշուշտ կհանդիպենք առաքելական այս թղթում, եւ հիմա ես կուզենայի ճշտել այդ տարբերությունը հրյա եւ հույն կամ հրյա եւ հեթանոս, ինչպես այս տեքստում է ասում։ Անշուշտ կորինթացիները իրենք հույներ են, քանի որ հունական քաղաք է Կորինթոսը, եւ հունական այդ պատմությանը բնորոշ բոլոր հատկանիշներով էլ օժտված էին կորինթացիները, հիշենք, որ նախքան այնտեղ եկեղեցի հիմնվելը, այնտեղ պաշտում էին հիմնականում առավելաբար Աֆրոդիտեին եւ կային ուրեմն այդ պաշտամունքի համապատասխան տաճարներ, որտեղի դեպ շատ փոխծության գործեր էին գործվում, Պոսեյդոն, Ապոլոն, Աթենաս, Պալաս, այս 4 հիմնական աստվածություններն էին, որ պաշտվում էին, ինչպես բնորոշ էր առասրակ հունական մշակույթին, հունական բազմաստվածյան կրոնին։ Եվ սակայն առաքյալը այստեղ խոսում է հրյաների եւ հեթանոսների տարբերության մասին։ Հիշենք, որ Հռոմեացիներին ուղղված թղթում այս արտահայտությունները եւս առկա են, հրյաներ եւ հեթանոսներ, ում նկատի ունի առաքյալը հեթանոսներ ասելով եւ ինչու է հակադրության մեջ դնում հրյաների հետ, մանավանդ շեշտելով, իսկ որովհետեւ հրյաները նշան են հայցում եւ հեթանոսները իմաստություն են փնտրում։ Մենք քարոզում ենք խաչված Քրիստոսին ի գայթակղություն հրյաների եւ ի հիմարություն հեթանոսների։ Այստեղ հենց այդ բացատրությունները տրված են, ասում է, նրանք սա են փնտրում եւ նրանք էլ սա են փնտրում։ Եվ իրենց փնտրումների մեջ կատարելապես մոլորվում է, որովհետեւ չկա դրա լուծում։ Նրանք նշան են փնտրում, որպեսզի նշանով հավատան, բայց չկա հանգուցալուծումը։ Մի հատ նայեք, ասենք, նույն հրյաների պատմության վրա ինչքան նշաններ են նրանք ստացել։ Նույնիսկ նայեք այն մարդկանց կյանքի վրա, որոնց կենթանության օրոք են այդ նշանները տեղի ունեցել, այդ նշանները ավելի անհավատ էին դարձնում նրանց։ Օրինակ, երբ նրանք Կարմիր ծովով անցան, կամ այդ նշանները, որ նրանք տեսան Եգիպտոսում, եւ Աստծո հրեղենությունը ուղեկցում էր նրանց անապատում։ Հետո Մովսեսը բարձրացավ աստվածային պատվիրանները ստանձնելու։ Անցավ մի քանի օր ընդամենը։ Պերմանենտ այդ մարդիկ տևական հրաշքի մեջ էին, ամեն օր հրաշք էին տեսնում։ Արդեն հրաշքն էր սովորական բան դարձել եւ սովորական բաները ազատել։ Խոսակցությունը, այսինքն այս ով էր այս Մովսեսը, ինչի մեզ այնտեղից հանեց, ինչի բարձրացավ, սա եկեք մեզ համար կուրք կերտենք, զոհ մատուցենք, ուտենք, խմենք, քեֆ անենք։ Մի անգամից հայտնվեցին կռապաշտության մեջ։ Ուրեմն տեսնում եք, որ նշանը ոչ թե մարդուն հավատացյալ կդարձնի, այլ ավելի անհավատ կդարձնի մարդուն։ Դրա համար ասում է Երանի նրանց, ովքեր չտեսան եւ հավատացին։ Եվ շատ հաճախ է դա մարդկանց հետ լինում, որ մարդիկ մեկ էլ տեսնում են բացառիկ մի աստվածային զորություն, մի բան, բայց չեն դառնում հավատացյալ։ Ընդհակառակը մի ժամանակ հետո, որ այդ մարդու հետ խոսում ես, տեսնում ես, մարդը ավելի անհավատ է դարձել։ Որովհետեւ ինքը ոչ թե Աստծուն էր ուզում, այլ ուզում էր մի հատ երկրավոր իրողության մեջ մի ինչ որ արտառոց բան տեսնել։ Ինքը պատրաստ չէր խաչի ճանապարհով գնալու, այսինքն գնալու լուրջ զոհողությունների, որտեվ արդեն լուրջ հաղորդակցություն Աստծո հետ, քեզանից ուրիշ բան է պահ, չէ, ինքը պատրաստ չի։ Իր համար ասենց հետաքրքիր, հաճելի, գերարտառոց ինչ որ մի բան էր պետք, բայց ինքը պատրաստ չի ուղեղի խտղտանք բարձրապես։ Ինքը պատրաստ չի իր կյանքը փոխելու։ Իսկ եթե մարդը պատրաստ չի իր կյանքը փոխելու, ինքը չի կարող բարձրագույն հոգևոր ապրումների արժանանալ։ Եվ դա պատմության մեջ շատ հաճախ է տեղի ունեցել, եւ այսօր էլ այդ հրաշամոլությունը կա, հրաշքներ, նշաններ, եւ ասում ես մարդիկ դրանից են կարճում։
Եվ երբ որ Քրիստոսին ասում էին, դե մի հրաշք ցույց տուր, որ հավատանք, ինչ ասաց Քրիստոս նրանց։ Շատ հետաքրքիր պատասխան էր։ Ասում է չար եւ շնացող ազգը հրաշք է խնդրում եւ չի տրվի նրանց, բացի Հովնան Մարգարեի նշանից։ Իսկ ո՞րն էր Հովնանի նշանը։ Ո՞րն էր խորհուրդը։ Այդ 3 օրյա այդ կետի փորում մնալու խորհուրդը մի ապաշխարության քարոզությունն էր։ Եվ այդ ապաշխարության քարոզությամբ մի շնացող ազգ, մի չար ազգ, նինվեացիները դարձի եկան եւ Աստծո բարկությունը նրանց վրա չթափվեց։ Եվ դրանով Տերը ասում է, որ եթե ձեր մեջ չկա ապաշխարության հոգի, ձեզ ոչ մի նշան չի կարող օգնել։ Ամենամեծ նշանը արդեն դա է։ Կամ ավազակը, որը հայում էր Տիրոջ, ասում էր, եթե Աստծո որդին ես, ասում էր, փրկիր ինքդ քեզ, մեզ էլ փրկի։ Չէր հասկանում այդ զոհաբերության խորհուրդ։ Չէր հասկանում, որ ամենամեծ հրաշքը հենց դա էր, այն ինչ որ խաչի վրա կատարվում էր։ Եվ չարը իդեպ նույն ձևով էր մտածում, որ ահա վերջապես ինքը հեսա հարցերը լուծելու է, որ ինքը վերջնական հաղթանակ է տանում, այդքան կույր էր։ Եվ հենց վերջնական պարտությունը կրեց խաչի վրա։ Ուրեմն մենք տեսնում ենք ինչ է նշանակում նշանների հետևից գնալը։ Դա սարսափելի բան է, հիվանդություն է ուղղակի։ Դրա համար Սուրբ Գրիգոր Նարեկացին ասում է, որ ոչ թե շնորհներ, այլ շնորհներ տվողին են փափագում հավետ։ Այսինքն իր համար այլևս երկրավոր որևէ շնորհ, որևէ հզոր բան ոչ մի նշանակություն չունի։ Ինքը ասում է, ես այդ շնորհները ինձ համար այլևս կարևոր չեն, ես Աստծուն եմ ուզում, ուրիշ բան չեմ ուզում։ Չեմ կարող բավարարվել շնորհներով, թեպետ եւ դրանք աստվածային են։ Եվ եթե Նարեկացին շնորհների հանդեպ է այդպիսի վերաբերմունք ցույց տալիս, այդպիսի խոսք ասում, ելուր մնաց թե նշանների, որոնք ընդամենը նշաններ են, եւ որոնց մասին հենց Սուրբ Ավետարանում մեր Տերը երկրորդելով Աբրահամի արդեն երկնաբնակ վիճակում ասված խոսքերը ասում է, որ եթե մեռելներից մեկն էլ հարություն առնի եւ գնա նրանց մոտ, պիտի չհավատա։ Այսինքն ամենազարմանալի նշանն էլ եթե մարդը չի հավատալու, ուրեմն պիտի չհավատա։ Հեթանոսների նաեւ ասենք այս նշանափնտրությունով Պողոս Առաքյալը բնորոշում էր հրեական միջավայրը, թե որտեղ հրեական միջավայրը բացառիկ նաեւ կրոնական միջավայր էր, որի մեջ արմատացել էր նշանափնտրությունը։ Եվ այսօր էլ շատ քրիստոնեական միջավայրերում դա արմատացած երևույթ է։ Դա ունի հին պատմություն։ Իսկ հեթանոսներին կամ հույներին նա բնորոշում է այսպես, որ նրանք իմաստություն են փնտրում։ Բայց այդ իմաստությունը փնտրելով այնպես են մոլորվել, հա, իրենց երկրավոր իմաստության մեջ, որ երկնային ամենակարևոր իմաստությունը, որ փրկagorցության իմաստությունն էր, նրանք չճանաչեցին, չտեսան դա։ Եվ այդ ամենացայտուն կերպով արտացոլված է Պիղատոսի եւ Քրիստոսի խոսակցության միջեւ, եւ Պիղատոսը Քրիստոսին հարցրեց, թե ինչ է ճշմարտությունը։ Եվ Քրիստոս նրան չպատասխանեց, որովհետեւ դա նրա համար տեսական հասկացողություն էր։ Տեսական հասկացողություն, որը խճճված է մարդկային մտաբանությունների մեջ, տրամաբանական շղթաների մեջ, լուծում չկա։ Որովհետեւ ճշմարտությունը պիտի ընդունես։ Եթե չընդունես, դու չես կարող տրամաբանությամբ վերցնել։ Դա կլինի ընդամենը մի մտաբանական եզրահանգում, որը կունենա անպայման իր հակառակ դրույթը։ Երբ քո առջև կանգնած է մեկը, ով ասում է ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, եւ դու պատրաստ չես նրան ընդունելու, ուրեմն քո ճշմարտության մասին տրված հարցը կմնա լիովին անպատասխան, որովհետեւ դու այդ ճանապարհով չես կարող հաղորդ լինել ճշմարտությանը։ Եվ այս մարդկային իմաստության, փիլիսոփայության մասնավորապես մասին ումում, բայց կորինթացիներին շատ լավ հայտնի էր, քանի որ այստեղ նշանավոր փիլիսոփաներ էին ապրում։ Հիշենք, որ կորինթացի էր նաև Դիոգենեսը, ցինիկյան կամ կինեկյան դպրոցի հիմնադիրը, որ հայտնի տակառի մեջ էր բնակվում։ Հենց Կորինթոսում էր, որ ասվեցին Ալեքսանդր Մակեդոնացուն այն խոսքերը, թե արևս մի փակիր Դիոգենեսի կողմից եւ այլն, այսինքն մի այնպիսի միջավայր էր այդ Կորինթոսը, որոնց համար շատ հասկանալի էր այդ խոսքը։ Եվ ուրեմն այս հակադրությունը արտահայտելուց հետո Պողոս Առաքյալը շարունակում է. բայց նրանց համար, որ կանչված են հրյաներ թե հեթանոսներ, Քրիստոս Աստծո զորությունն ու Աստծո իմաստությունն է։ Եվ կարծես ցույց է տալիս ելքը այդ խճճված վիճակից։ Այո, հանգուցալուծումը հենց ինքը Քրիստոսն է, որովհետեւ հենց խաչի վրայի այդ կարծեցյալ տկարությունը, որը հենց նրանք գայթակղվում են, հենց ամենամեծ զորությունն է, էս է ասում։
Դրա համար է Քրիստոս նրանց զորությունը հենց խաչի զորության մասին է, խաչի կենսական զորության, պատարագի զորության մասին է խոսում։ Եվ խաչի վրա նաև ամենամեծ իմաստությունն է, որտեվ որևէ իմաստություն, որ ինձ չի տանելու դեպի փրկagorցություն, դա չի կարող լինել իմաստություն։ Եթե այդ իմաստության եզրահանգումը փրկagorցությունը չէ, ապա իմ կյանքը լուծում չունի, ինչ օգուտ այդպիսի իմաստությունից։ Դեր հարցերը շատ են այս հատվածի վերաբերյալ, բայց մեր ժամանակը սպառվում է, եւ եթե կարելի եւս մեկ վերջին մի փոքր հարց, որը կարծում եմ էական է։ Առաքյալը այստեղ խոսելով այն մասին, թե ում է ընտրել Աստված այս աշխարհի փոքրերին, հիմարներին, տկարներին եւ այլն, ասում է դա նրա համար արվեց, որպեսզի Աստված ամաչեցնի հզորներին։ Իսկ որն էր նպատակը, ենթադրենք մարդը ինչ որ հարստություն ունի կամ ինտելեկտուալ ինչ որ մակարդակ ունի, առավել բարձր, կամ ինչ որ այլ երկրավոր բարիքով կամ բարեմաստնությամբ, առաքինությամբ է օժտված, ինչ է ուրեմն Աստված պետք է ամաչեցնի այդ մարդկանց եւ չընտրի նրանց, ինչու, որն է պատճառը։ Պատճառն այն է, որտեղ այդ մարդիկ փակում են ճշմարտության ճանապարհը։ Այդ բարիքները առիթ են համարում փակելու ճանապարհը։ Նրանք ոչ թե բարիքները, նրանք փակում են եւ իրենց եւ ուրիշների ճանապարհը, որտեղ այդ մարդիկ հանգուցային կետերում են կանգնած, նրանք առաջնորդներ են, բայց ուր առաջնորդը իր հետևից կործանում է նաև նրանց, ում որ առաջնորդում է, եւ դրա համար է Պողոս առաքյալը այս խոսքերը ասում։ Այսինքն այն մարդիկ, ովքեր որ կանգնած են հանգուցային կետերում, ազնվականներ են, իմաստուններ են, թագավորներ են եւ այլն, որոնք թվում է պետք է ճանաչեն ճշմարտությունը եւ առաջնորդեն ժողովրդին դեպի այդ ճշմարտություն, չեն ճանաչում այդ ճշմարտությունը, չգիտեն, բայց իմիտացիա են սարքում, թե գիտեն, որ իրենք մի բան գիտեն, ուրիշը չգիտի։ Եվ սա է ամենամեծ խաբեությունը։ Ինքնախաբեությունը եւ նաեւ խաբեությունը ժողովրդին։ Եվ դրա համար ասում եմ, որ Աստված նախընտրեց տկարության միջոցով քարոզությունը, հիմարության միջոցով քարոզությունը։ Այսինքն այստեղ տարածի չի այդ բառը օգտագործում Քրիստոս, թվացial այս աշխարհի համար թվացial հիմարության միջոցով, բայց որը ամենախորը իմաստությունն է, այդ ճանապարհով քարոզեց։ Եվ մենք տեսնում ենք, որ արտաքին հայացքից այդ տկար մարդիկ, որոնք ոչ մի ուժ չունեին աշխարհում, ոչ մի ուժ, ինչեր գործեցին։ Սիրելի ունկնդիրներ, հիշեցնում եմ, որ այսօր քննում ենք Սուրբ Պողոս առաքյալի Կորինթացիներին ուղղված թղթի առաջին գլուխը։ Իսկ մինչ այս պաստացված ձեր հարցերն ուղղում եմ Տեր Մեսրոպ Քահանա Արամյանին։ Կարող է արդյոք մարդը շարունակել ձգտել բարվոք կյանքի, չեմ ասում հարստության, ավելի բարձր խավի անձանց հետ ընկերակցելով եւ մնալ մարդասեր։ Արդյոք այդ ձգտումը ինքնին չի այլանդակում մեր ներաշխարհն ու մտածելակերպը։ Եվ այս պարագայում, եթե մարդը որոշում է զբաղվել բարեգործությամբ, արդյոք դա ինքնախաբեություն կամ աստվածխաբեություն եւ ինքնաարդարացում չէ։ Կարծեմ մեր վերջին ասվածին համահունչ մի հարց է սա, Տեր Հայր։ Գիտեք, մարդիկ տարբեր ճանապարհներով են իրենց խաբում։ Ես խորապես համոզված եմ, որ այն մարդը, ով առաջնորդ է, ինքը պետք է կոչված լինի դրան։ Այդ կոչումը երկու տեսակ է։ Մեկ, որ Աստված հայտնապես է քեզ տալիս, եւ մյուսը, որ մարդկանց միջոցով է արտահայտվում, մարդկանց կամքով, բայց այդ կամքի վրա պետք չի բռնանալ, պետք է հնարավոր բոլոր միջոցները ստեղծել, որ մարդկային այդ կամքը անաղարտ կերպով արտացոլվի, իսկ մաքուր լինի մարդկանց ընտրությունը։ Այդ ճանապարհով եթե մենք ձևավորենք առաջնորդներ, ապա մեր կյանքը լրիվ կերափոխվի, կպայծառակերպվի ուղղակի մեր կյանքը։ Գիտեք, երբ որ մարդը ինքն է ձգտում այդ բաների, որտեղ հարցը էսպես է, ձգտում է այդպիսի բաների, այդ արդեն այդքան էլ դրական բան չէ։ Էլ չեմ ասում, երբ մարդը անարդար ճանապարհով է, ոչ քրիստոնեական ճանապարհով է ինչ որ բաներ ձեռք բերում, եւ ուղղակի մի քիչ լավ չեմ հասկանում հարցի նրբերանգների ինչերի մասին է խոսքը, եւ փորձում է բարեգործությամբ իր մեղքերը քավել, պետք է հասկանան, որ դա շատ սահմանափակ ճանապարհ է։ Ես չեմ ասում, որ բարեգործությունը ոչ մի բան չի նշանակում այդ մարդկանց համար, երբեմն այդ մարդիկ այդ ճանապարհով են ինչ որ մի բան սովորում, բայց այնուամենայնիվ մենք պետք է հասկանանք մի բան, որ առանց ներքին ապաշխարության, առանց խորը ներքին զղջումի մեր արած բոլոր գործերը իմաստ չունեն։ Դա պետք է հետևանքը լինի դրանց։ Այսինքն մենք չենք կարող, այսպես ասած, լրիվ մի այլ կյանքով ապրել,
ուտել, խմել, քեֆ անել, մի քիչ էլ այդպես կողքից էլ եկեղեցի կառուցել, էս անել, այն անել, ու մտածել, որ մենք դրանով փրկվելու ենք։ Դա լրիվ ինքնախաբեություն է։ Եվ պետք է հոգևորականները միշտ սրա մասին խոսեն, որ այդ բարեգործություն անողները իրենց չխաբեն։ Այդպիսի մի հայտնի նաև անեկդոտ կա, որ մի հարուստ, որը շատ բարեգործություններ է արել, պիտի ընկնի երկինք մտածելով, որ ինքը դրախտում պիտի հայտնվի, նրան ասում են, որ ոչ, քո տեղը դժոխքում է։ Եվ ասում եմ, կներեք, մի հատ Աստծուն լավ հարցրեք, ես ահագին բարեգործություն եմ արել, միգուցե սխալվել են, հանկարծ անուն ազգանունը սխալվել են, եւ երբ հրեշտակը վերադառնում է, ասում է, ասվեց, որ ինչ որ արել ես, քեզ կվերադարձնենք, այսինքն քեզ հետ տալ։ Այսինքն ուզում եմ ասել, որ այդ ամեն ինչով դու չես կարող երկնքի արքայությունը գնել։ Դա առևտուր չի, Աստծո հետ շատ վատ բան է առևտուրը անելը։ Աստված մեզանից պահանջում է մի բան, բայց այդ մի բանը մեր ամբողջական զոհն է։ Մեզանից պահանջում է ամբողջական զոհաբերություն, ոչ թե մասնավոր։ Ճշմարտությունը մասնավոր չի լինում։ Ճշմարտությունը լինում է ամբողջական։ Ամբողջ ճշմարտությունը պետք է խոստով անենք մենք, ոչ թե մաս առ մաս։ Եվ նույնպես էլ մեզանից պահանջվում է ոչ թե մասնակի, այլ ամբողջական զոհաբերություն է պահանջվում, ինչպես Քրիստոս ամբողջապես զոհաբերվեց մեզ համար։ Իսկապես դյուրին ճանապարհ չէ քրիստոնեական ճանապարհը։ Հաջորդ հարցը. 3 հերոստալիքներից մեկով, ասում է ունկնդիրը, խոսում էին հուղարկավորության մասին, կրկին առաջ էր քաշվում դիակիզարան ունենալու անհրաժեշտությունը, այն հիմնավորմամբ, որ տարածքները այլևս չեն բավարարում։ Տեր այր, ըստ ձեզ, ինչ լուծում կարելի է գտնել այս հարցին, եւ եթե դիակիզարան բացվի, ինչպես պետք է վարվել այդ դեպքում։ Գիտեք, արդեն քանի անգամ այս հարցով մենք խոսել ենք, բացատրելով, որ դա հակասում է ընդհանրապես քրիստոնեական բոլոր տեսակի սկզբունքներին։ Բայց մենք տեսնում ենք, որ դա այսօր աշխարհում տարբեր տեղերում իրագործվում է։ Օրինակ, ասենք, տեղեր ունեն, որտեղ մարդկանց թաղելու հնարավորություն էլ չունեն, շատ մարդ թաղել։ Օրինակ, ասենք, մենք Արարատից Սիոն ֆիլմում էլ ենք ցույց տվել, այնտեղ քար է ամբողջությամբ Սինայում եւ կա երկու գերեզման ընդամենը, որտեղ հող կա։ Եվ տարածյորեն, եթե հանկարծ երկուսից ավել մարդ մեռնի, ապա խնդիրը ոնց են թաղելու այդ մարդկանց։ Դրա համար թաղում են 1 տարով, հետո հանում են ոսկորները, տեղ են պատրաստում հաջորդ մարդկանց եւ այդ ոսկորները պահում են ինչ որ մի դամբարանում եկեղեցու տակ։ Այսինքն գնում են այդպիսի լուծումների։ Շատ տեղերում նաեւ լուրջ տեղի խնդիրներ է առաջանում։ Ես ուզում եմ նաեւ, որ մեր ունկնդիրները դրան էլ անդրադառնան, բայց եթե մենք այդ խնդիրը չունենք, ապա ինչի գնանք այդպիսի լուծումների։ Մի խոսքով տարբեր տեսակետներ կան, թե ինչպես կարելի է կազմակերպել այդ գերեզմանատները եւ անգամ բազմահարկ դարձնելու, ինչպես շատ այլ տեղերում։ Դրա լուծումը մենք շատ հանգիստ կարող ենք տալ, եթե մենք իսկապես կռապաշտությամբ չզբաղվենք։ Գնում ես այսօր այդ գերեզմանատները, այդ տարածքներ վերցրած, արձաններ կանգնեցրած եւ այլն, եւ զարմանում ես, այդ քրիստոնյա ժողովուրդն է, որ առաջի քրիստոնեությունն է ընդունել։ Այսինքն իսկապես մենք ոնց որ ասած անհարկի նաև կռապաշտության ենք այդ ամենը վերածում։ Դա հեչ աստվածահաճո բան չի, այտենց նկարներով, բաներով, այդպիսի, չգիտեմ ինչեր սարքելով։ Ամեն մեկը մի ամբողջ տիրակալություն է այնտեղ սարքում։ Միշտ շատ երկրներում որ գնում ես, տեսնում ես, որ նույնիսկ այսպես մի քանի հարկ իրար վերև կան գերեզմաններ, որտեղ ամփոփվել են դիակները, բայց այդպիսով նաև բավականին տեղ է խնայվում։ Հիմա ես չեմ ուզում այս խոսակցության մեջ շատ երկար մտնել, որովհետև կան դրա լուծումները խուսափելու այդ դիակիզումից եւ չհղելու տեղի պակասության վրա, որտեվ շատ հաճախ մարդիկ այսպես նոր բիզնես անելու կներեք նպատակով փորձում են տարբեր հիմնավորումներ տալ։ Մենք մեր մշակույթը պիտի փոխենք։ Այդ մշակույթը այսօր որ մենք ունենք, որ արտացոլված է մեր գերեզմանատներում, դա հեչ քրիստոնեական չէ։ Մյուս հարցը. արդյոք պարտադիր է Կիրակի օրերը եկեղեցի գնալ, եթե ես հավատք ունեմ եւ տանն էլ երկրպագում եմ Աստծուն։ Սովետական ժամանակներում, երբ քչերն էին եկեղեցի այցելում, ես առաքելական եկեղեցում եմ ամուսնացել ըստ մեր եկեղեցու ծեսի։ Եկեղեցի գնալը պարտադիր է, որովհետև նախ եկեղեցում մենք հաղորդություն ենք ստանում։ Տանը չես կարող հաղորդություն ստանալ։ Ու ծայրագույն դեպքում, եթե մարդը հիվանդ է կամ ինչ որ կյանքին
սպառնացող վտանգ կա, այդ դեպքում այո, գնում են եւ տանը տալիս են հաղորդություն մարդուն կամ վերջին հաղորդություն եւ այլն, բայց ընդհանրապես հաղորդությունը բաշխվում է եկեղեցում եւ հենց այդ սուրբերի հաղորդությունը, որի մասին որ մենք խոսեցինք, կայանում է եկեղեցում։ Եվ նաև մեր հոգևոր հաղորդակցությունն է կայանում եկեղեցում, այդ շնորհաբաշխություններն են այնտեղ տեղի ունենում, մեր հավաքական աղոթքը, ոչ միայն մեր առանձնական աղոթքն է կարևոր, այլ նաև մեր հավաքական աղոթքն է, որտեղ ասում է, որտեղ 2-3 հոգի իմ անունով հավաքված կլինեն, ես նրանց մեջ եմ, չի ասում մենակ, ասում է 2-3 հոգի, սա շատ կարևոր է, եւ Քրիստոս դնում է հավաքականության սկզբունքը, եւ նա ասում է, որ այս աշխարհի վրա ես կհաստատեմ իմ եկեղեցին եւ դժոխքի դռները չեն կարող սասանել այն։ Եվ մեր ունկնդիրը թող լավ մտածի, ինչ էր ուզում հաստատել Քրիստոս այս աշխարհի վրա։ Ինչի էր ուզում հաստատել մի բան, որը դժոխքի դռները չեն կարող դրան հաղթահարել։ Մենակ չարը բոլորին կարող է կործանել, բայց երբ որ մենք միասնական ենք, այսինքն միավորված ենք հավատքով եւ աստվածային շնորհներով, չարը չի կարող այդպես հեշտորեն մեզ այդ հաշվի արդար տեսնել։ Շնորհակալություն Տեր Հայր, թույլ տվեք սրանով եզրափակել մեկնություն հավելվածի մեր զրույցը, շնորհակալություն նաև ունկնդիրների հարցերին պատասխանելու համար։ Սիրելի ունկնդիրներ, իմ զրուցակիցն էր արժանապատիվ Տեր Մեսրոպ Քահանա Արամյանը։ Մեր այս զրույցի ձայնագրությունը կարող եք լսել Վեմ ռադիոկայանի ինտերնետային կայքում vem.am հասցեում։ Տեր Մեսրոպի հետ մեր հաջորդ զրույցը նախատեսել ենք Սուրբ Պողոս Առաքյալի Կորինթացիներին ուղղված առաջին թղթի 2-րդ գլխի մասին։ Օրհնյա Տեր Հայր։ Աստված օրհնի։ Հոգևոր զրույցներ հաղորդաշարի հերթական հաղորդումը վարեց Արաս Սարգսակ Նալչաջյանը։